Բարի լույսարազատներս վերջին աշխատանքային օրն եմ գնում այս շաբաթվա։ Այնքան ուրախ եմ, որ այսօր էլ կգնամ 4 օր կհանգստանամ։ Այնքան անուշ եղանակ կա, շատ հրաշալի եղանակ կա, 14 աստիճան այդպես, կարող անգամ 15 աստիճան, սիրուն արև է։ Ուզում էի շորերը լվացքը միացնեի, հասցնեի փռեիս արևին, էլ մեքենաս փչացել է, կարելի ասել, այսինքն փչացել այդ բառաբանը չի դժվար է պտտվում, չգիտեմ ինչ ա եղել, թե ինչ որ բան ա տակը գնացել, մնացել, Աշոտն ասեց, մինչև դու գաս, ես ասեց, ընկերոջս կբերեմ, կնայենք ինչ ա եղել։ Հա, ասում եմ, ափսոս ա, որովհետև նորմալ աշխատում ա, երևի մի բան մնացել ա բառաբանի տակը, այսպես ձեռքով էլ որ անում եմ, դժվարությամբ ա պտտվում։ Ինչևէ, հուսանք վաղն էլ լավ եղանակ կլինի։ Հասցրել եմ բորշել եմ եփել, պես որ ցույց չտվի, դե բորշը ա, բայց հասցրեցի դա էլ եփեցի, ամեն ինչով կոմպլեկտ բորշ, մսով, գազարով, բազուկով, վերջում էլ լավ առատ թարմ կանաչիով, բայց ես իհարկե չեմ կերել բորշ, ես ծվածր եմ կերել։ Գնացքը հաղորդեց։ Այստեղի աղմուկը գիտեք ինչ մաքրում են, այնա մի մարդ են վերևում ա մաքրում, մեկն էլ էս ներքևը, էս կարամատույցն են մաքրում, խոտերն են կտրում։ Մեկ լինում ա, որ հավես չի լինում, որ շպարվես։ Ես հիմա այսօր էդ օրն ա, առաջ շպարվելու դուրս եմ եկել, մեկ պատահում ա, հավես չկա, մազերս լավ երկարել են, պետքա կտրվեն, չէ, լավ երկարել են, հա։ Տեսենք երբ ենք հարմարացնում, գնանք կտրելու։ Այսա իմ գնացնել եկար։
Այսօր վերջնական զարդարել վերջացրել են Հելոյինի արդի, վաղը Հելոյին է, մեր ճաշարանը այսպես զարդարել են, վախենալու։ Շշերի օրն է տարել են, ամանները դատարկ մնացել են։ Ինչ կա, որ մարդիկ էլ սիրում են, որ տների դիմաց այսպիսի քարե արձաններ լինեն։ Գարնանը մի անգամ նկարել ձեզ ցույց եմ տվել, հիմա արդեն աշունը չորանում է։ Բայց մեկա սիրունա կապ չունի, չորանում է թե չէ։ Բարի ժողովուրդ ջան, այնքան ցուրտ է, բժշկի մոտ եմ եկել, մի թեթև գործ կա, այնքան ցուրտ է, շարժ չեմ վերցրել, 9 աստիճան է, բայց կարևորը անձրև չի լինելու, լվացքի մեքենան միացրել ու դուրս եմ եկել, հուսամ ամեն ինչ բարեհաջող կընթանա, մի քիչ դժվարությամբ է քամում, ինձ թվում է մի բան ընկել է, երևի կարող է, չգիտեմ, այդ բառաբան դժվարությամբ է պտտվում, հասա տեղ, այս սիրուն ճանապարհը, որ ցույց էի տալիս, բժշկիս պրակտիկ գալու ճանապարհն էր։ Աշոտ հետ տանից դուրս ենք եկել, ինքը գնաց մարզվելու, ես եկա իմ բժշկի մոտ։ Պայմանավորվել ենք դուրս գանք նորից հանդիպենք։ Հիմա գնամ տեսնեմ ինքը վերջացրել է թե չէ։ Պետք է մի հատ էլ դեղատուն մտնեմ ու գնամ տուն։ Սպասում եմ, որ կանչի ներսը մարդ կա։ Դեղատունը փակ էր, գործ էին անում, շինարարություն էր։ Բժիշկին հարցնում եմ, կալցիում կարամ խմեմ, ասում եմ, ինչ ես ուզում խմես, ասում եմ, ես իմ չգիտեմ, մտածում եմ, որ կարող է կալցիումը պետք խմեմ, անալիզները նայեց, ասում է, չէ, ոչ մի բան էլ պետք չի խմես, ասում է, բոլոր վիտամիններն ու ամեն ինչ ստանում ես սննդից, մենակ վիտամին D-ն, արևից, քանի որ արևել չունենք, ուրեմն պետքա այդ մենակ խմես, այդ կարաս մենակ խմես, այնպես որ ես ինչի համար եմ ասում, որ վիտամին D-ի հետ կապված վերջերս կանգնած զարմացած ինձ էին նայում այս ամուսինները, համ դուռն էր փակում ամուսինը, համ ինձ էր նայում, որ այսպես նկարում եմ ու խոսում եմ։ Այս նրա համար եմ ասում, սիրելիներս, որ վիտամինները անգամ պետքա բժշկի հետ խորհրդակցելով խմել։ Արյան անալիզ տալ, պարզել, պետք է խմել, թե չէ, որովհետև կարող հակառակ էֆեկտը լինի, կարող է օրգանիզմը դրա կարիքը չունի, դուք էլ օգտագործեք ու ավիտամինոզ առաջանա։ Դրա համար բժիշկս ասել չէ, մենակ վիտամին D խմի հերիք է, ինչ որ սննդի հետ ստանում ես, արդեն նորմալ է։ Այդպես սիրելի բարեկամներ, դեղատնից էլ ուզում էի փչովի անտիսեպտիկ ինչ որ բան առնեի,
բայց փակ էր դեղատունը, հիմա չգիտեմ, մտածում այ մարդ լավ մեր ավանդական, տնական օղում կարելի է մի փոքր ջուր ավելացնել ու օգտագործել, հա։ Ինչ ասեցիք, հնարամիտ հայենք, չէ, ամեն ինչ մտածում ենք, որովհետև հավես չկա ուրիշ տեղատու գնալու, հազիվ տանն եմ գնամ հանգիստ իմ գործերով զբաղվեմ, մեր շշերը մոռացել դուրս չենք դրել, հուսամ աշուտն արդեն ետ է դարել, արդեն տուն է հասել ու հանել դրել է, չնայած շշերը մի քիչ ուշ են, մեր փողոց ուշ են հասնում, դե մինչև քաղաքի փողոցներով հերթով գալիս են, մինչև մեր փողոց են հասնում, կես օր է լինում, այդպես սիրելիներս, ասեցի չէ բժիշկը շատ լավն է, շատ, դուրս գալիս ասում է Սվետլանա, բժշկի թուղթ պետք չի, ասում եմ չէ բժիշկ ջան, գործի չէ այսօր, այն ամենասկզբում որ գալիս էի, մենակ, չէ, որ նոր տեղափոխվել էինք ալստ, բժիշկ էին ամ, դե ընտանեկան բժիշկ, որ միշտ պետք է գիտեք, այդ մի պրակտիկը գտա, այդ պրաքսիսը, այստեղ որ մեզ մոտ էր, տարածությամբ էլի մոտիկ էր, 1400 մետր, այդպես զանգեցի, հանդիպում նշանակեցի, գնացի, մի կին էր, մի բժշկուհի էր այդ ժամանակ այդտեղ, այդքան էլ չհավանեցի, ոչ այդպես մարդկայնորեն, ոչ էլ մասնագիտորեն, այդքան էլ չհավանեցի, որտեղ բաներ կային, որ ասում է ինչից է, ասում էր չգիտեմ, որ դու չգիտես, բայց գիտեմ այ բժիշկ ջան, այդպես հետո մտածում էի ուրիշ բժիշկ գտնեմ, նայում էի, բան, հետաքրքրվում էի, ու մի անգամ էլ գնացի, էլի այդ կնոջ մոտ հանդիպում էի նշանակել, գնացի, նստած սպասում եմ, եկել այդ կինը դուրս եկավ, մի 2-3 հոգի էլ կային սպասող, նայեց ինձ ասեց, բան, դա արդեն իմ հերթն էր մոտենում, ասեց, բան, նոր բժիշկ ունենք, ասեց, դու ուզում ես իրա մոտ մտի, դե ես էլ անծանոթ բժիշկ էր, չգիտե ինչ բժիշկ է, ինչի, տեսա, տեսքով տեսա, մտածեցի, ով գիտի, պրակտիկանտ է, ինչ է, ասեցի, չէ, ես ուզում եմ քո մոտ մտնեմ, հիմա որ հիշում եմ, այդ ամաչում եմ ուղղակի, ես իմ լավ բժիշկն էր, փաստորեն, դե մտածում եմ, երևի հիմա էլ ունեն իրանք պրակտիկանտ, հիմա փաստորեն այդ կինն է, ես իմ լավ բժիշկը ու մի աղջիկ էլ պրակտիկանտ է, գալիս պրակտիկային անում մի տարի երևի ավել ու գնում են էլի, այդպես ասեցի, չէ, ես ուզում եմ քո մոտ մտնեմ ու այդ կնոջ մոտ մտա, ինչ որտեղ ված զգացի, որտեղ այն նոր բժիշկը կանգնած էր, լսեց, բայց հետո արդեն այդպես ստացվեց իրա մոտ տերմին արեցի եկա, ասեցինք ինչ բժիշկ է, շատ հավանեցինք, ես էլ աշոտն էլ, հիմա արդեն մենակ իրա մոտ ենք մեր հանդիպումներ նշանակում, այդքան լավն է, մարդկայնորեն էլ, ժպիտը դեմքին, բելգիացի է հենց, ժպիտը դեմքին, այնքան սիրալիր, չգիտեմ, որպես մասնագետ էլ դե ոնց որ մյուսները էլի, այստեղ ընդհանրապես բժիշկների կարիք շատ է զգացվում, քիչ կան բժիշկներ, հա, ժողովուրդ ջան, ոնց որ հասնում եմ մեր փողոցին, սպասեք խոսքով չընկնեմ, ուղիղ գնամ այսպես, ավելորդ քայլեմ, հիմա դրա ժամանակը չունեմ, ինչևէ, ուզում եի ասեմ, որ այստեղ բժիշկների կարիք շատ է զգացվում, մի քանի տարի առաջ Գերմանիայում էլ էր, չէ, այդպես Հայաստանից բժիշկները գնում են Գերմանիա, ասեցի, չէ, աշոտ ինձ առնից շուտ կհասնես, հասելա, շշերն էլ դուրս ա դրել։ Մոռացա սկզբից նկարեմ, բայց այստեղից արդեն ձեր հետ շարունակեմ։ Կուսկուսը եռացրած ջուրը լցրել եմ վրան, էսա։ 5 րոպեից արդեն ջուրը քաշեց, ուռելա, փափկելա, հիմա պետքա համեմ եմ։ Այս Հիմալայան աղից աղով մի քիչ համեմ եմ, մի քիչները շատ ասեցի, չէ, որտեղ ես աղ շատ չեմ օգտագործում ու շատ չեմ էլ լցնում, միշտ ալան եմ սարքում, սև պղպեղ, մի փոքր էլ կարմիր լցնենք այս անգամ, գունային գամայի համար, մի քիչ օրեգանո, կարելի է նաև ուրիշ բանջարեղեն բան էլ կտրել մեջը, օրինակ լոլիկ, բայց ես այսօր մենակ այսպես կանեմ, որովհետև արդեն հետը ուտելու համար, համ դեղին ինչ անունը, սիսեր, հա, սիսեր ունեմ,
Համ բրուսելյան կաղամբ ունեմ, համ էլ անմահական բորշ ունեմ։ Բորշը հաջորդ օրնա չէ համով, դե ես էլ 3 եփել եմ, այսօր արդեն իսկական ուտելու է։ Յոթ խառնենք, մի հատ նայենք։ Կարմիր պղպեղ կարելի է մի քիչ լցնել։ Կուսկուսը ընդհանրապես մարդկա մենագերացրած ջուրը լցնում է ու աղը լցնում ուտում է, դրա համար համով չի լինում։ Բայց որ համեմում ենք, չէ, շատ համով է լինում։ Հիմա սա շատ համով ստացվեց։ Հենց աշնանային սիրուն դեկորացիա աման եմ առել։ Ինչը, ասեք մի հատ գինը կտրեմ։ Գտալն էլ հետը։ Դրա համար եմ այս տարի որոշել տոնածառ ավելի ուշ տնեմ, մի քիչ ավելի շատ աշնանային դեկորացիաներ անեմ, աշունը մի քիչ ավելի երկարացնեմ։ Լվանա մեջ կա այլ շաքարավազ, սուրճ, չգիտեմ, մուրաբա չենք ուտում, որ ասեմ մուրաբա կամ մեղր, մի բան կարելի է լցնել, օգտագործել, անգամ սերմեր, ինչի չէ։ Այս լվանան, թեյ սրբիչներ եմ վերցրել, այս գույներից չունեի կապույտ։ Ես էլ բացեմ մի հատ նայենք, չափսը, մեր խանութից եմ առել։ Սիրուն փաթեթավորել են, այդպես առնես ու նվեր տանես։ Ես ոնց որ թեյ սրբիչների թուլություն ունեմ, էլի, որ սիրուն սրբիչ եմ տեսնում, չեմ կարում անտարբեր անցնեմ։ Հա, բայց այս գույներից իրոք չունեի, են բախլատիվ սրբիչներն են, հագին էլ մեծ է չափը։ Այ հիմա մի անգամից այս գները, էտիկետներն էլ կհանեմ, ընդհանրապես չեմ հանում, միշտ թողնում եմ, ես էլ չգիտեմ ինչի համար։ Հագուստի վրայից էլ չեմ հանում։ Այսպես ծաղկավոր, ես մի քիչ ձևը ուղղանկյուն է ավելի։
Երրորդն էլ այս գույների մեջ է։ Սրանք սիրուն նաև սեղանի վրա կարելի է փռել ու վրան բան դնել, որպես այդպես ծածկոցատիպ կամ բան էլի։ Սրանք մի անգամից կգնան լվանալու։ Ամեն շաբաթ նայեք ինչքան գովազդ են գցում մեր փոստի արկղի մեջ, ինչքան թուղթ են փչացնում։ Տարբեր խանութների գովազդներ են, ակցիաներ, բաներ, շատ ժամանակ չենք էլ նայում։ Անընդհատ ասում եմ փոստի վրա կպցնեմ, գովազդ մի գցեք ու չեմ անում։ Ես էլ Իվրոշեն է, բայց ես Իվրոշեի մոտով միշտ անցնում եմ, առաջվա նման չեմ հետաքրքրվում Իվրոշեով։ Այս մեկն էլ քաղաքապետարանն է գցել բոլոր բնակիչներին, այսինքն որ փողոցը, որ իրանց պետք է այդ փողոցի բնակիչների փոստարկղերի մեջ են գցել, որ նոյեմբերի 11-ին մեքենաները չկանգնացնենք փողոցի վրա, որովհետև այդ օրը ինչ-որ շուկա է լինելու, տարեկան շուկա։ Նոյեմբերի 11-ը տոնական օր է այստեղ, 5 շաբթի է կարծեմ, չէ 3 շաբթի է, 3 շաբթի, ես այստեղ գրված է, պետք է փողոցները ազատ լինեն մեքենաներից։ Հա, այդ մի կողմից լավ է, այդ օրը ես փաստորեն գործել չեմ գնալու։ Այս որտեղի գովազդը, հա, այս էլ Ալդիի գովազդն է, շատ ժամանակ չեմ էլ նայում, Ալդին չեմ սիրում։ Այս հենց իմ անունով, ես չգիտեմ, սրանք իմ հասցեմ որտեղից ունեն, դա մարդ, հագուստի խանութ է, ես այս խանութից առևտուր չեմ արել։ Բայց նշանակում է երևի արել եմ, բայց չեմ հիշում, որ արած լինեմ, կարող է տվյալները ինչ-որ տեղից փոխանցում են, մինուս 30% կորտի, զեղչ։ Հսա, բանի, բազմոցի շոր մի հատ առնել, մի հատ նվեր, են մի հատի գին ենքան բարձր է լինում, որ երկրորդի գինն էլ մեջն է, էլի ներառվում։ Բոլոր գնումների վրա 30% զեղչ, հագուստ բանա։ Ես հագուստի խանութի աշխատող եմ, այնքան հագուստ եմ տեսնում օրական, որ արդեն հետաքրքիր չի, ուրիշ խանութներում էլ գնամ նայեմ։ Կարճ ասած, այս մեկը էլի սուպերմարկետի գովազդ է, չենք նայում, այստեղ էլ տեսնենք ոնց որ տեսնում եք ինչքան թուղթ եմ փչացնում։ Այս մի անգամից գնում է աղբի մեջ, թղթի աղբի մեջ։ Այս շինանյութի խանութի գովազդ է, բրիկոյի, այս մեկը, հա, կրոյդվատնա, այս մի քիչ հետաքրքիր է, բայց այստեղ խանութում գնում նայում եմ ես, ամեն որ հաճախորդեմ, մեյլով էլ եմ ստանում իրան զեղչեր, այս շամպունները 4 հատը 15 ու 16-ից իջել է 10 եվրո։ Վերջը տարբեր զեղչեր ունեն։ Ինձ ներկիրներ հետաքրքիր արդեն առել եմ, այս այստեղ կա հենց 2 հատը 15 եվրո, 20-ի փոխարեն 15, անգամ չգիտես էլ 20 էր լինում 2 հատը թե չէ։ Գովազդ է, կոմերցիա։ Այս մեկը դինա, այս կարելի է նայել, դին ես սիրում եմ, էլի այդպես հիգիենայի, մեյքափ, այդպիսի բաներ են, զեղչեր։ Այս մեկը սուպերմարկետի զեղչերն են, Ալբերտ Հեյնի, այս մեկն էլ էլի շինարարական, Հյուգո, չենք էլ նայում անգամից գցում ենք։ Այ այսքան թուղթ, պատկերացնում եք շաբաթը մի անգամ, թուղթն էլ ամիսը մի անգամ են գալիս տանում, ափսոս էլ այսքան ծառ են կտրում, այսքան թուղթ են փչացնում։ Երեկ մեր խանութում մի 2 բան եմ առել, ամբողջ օրը ծալում էի վերևը կանանց բաժնում, այնտեղ էլ ինքան սիրուն բաներ կան, ասեմ, որ շատ մարդ կար խանութում, լիքն էին, լիքը, շարժվելու տեղ չկար, կասայում անընդհատ երկար հերթեր էին, 2 հարկում էլ կասաները բաց էին, բայց հերթերին վերջ չկար, կամ ծալում էի, կամ էլ կասայում օգնում էի, բայց հիմնականում ծալում էի։ Ես կանգնած ծալում էի, Գայանի հետ էինք ծալում, արդեն վերջում, մարդիկ էլ գալիս նայում էին ու քանդում էին։
Ու գիտեք ինչի վրա է զարմանում, միշտ մտածում եմ, ես մանկական բաժնում եմ աշխատում, ասում եմ, դե երևի երեխեքի շորեր են, դրա համար են շատ քանդում, համ մեծերն են նայում, համ երեխեքն են նայում, քանդում են, բայց կանանց բաժնում ավելի վատ էր։ Նայում եմ, ասում եմ, ասենք կինեն, մոտենում նայում են, ու ես էլ ընդեղ կանգնած, մենակ ես իմ գոլեգաներն էլ կանգնած ծալում են։ Իրանք նայում են, քանդում, խառնում, թողնում, գնում են։ Դե գոնե մի քիչ սիրուն կարելի է թեթևակի ծալել, նոր դնել, չէ՞ որ այդ բան կանգնած աշխատում ենք մենք։ Մի քիչ հարգել մեր աշխատանքը, բայց դե չէ, այդ ձև մարդիկ էլ կան, որ անում են, բայց շատ քչերը հիմնականում են թափող, խառնող տեսակն են։ Դրանք են ավելի շատ, ինչևէ։ Մեծ խանութա երևի դա այն բնորոշ է, էլի մեծ խանութներին։ Հիմա երեք որ ինչի ուզում ասեի, այսքան բան ինչի համար ասեցի, որ կանգնած ծալում էի կանանց շորերը, սվիտրները, բաներ կային դուրս գալիս էին, իդեպ ասեմ, շատ է լինում, որ մի բան առնում բերում եմ, հետո հաջորդ օրը ոնց որ այդքան էլ դուրս չգա, փոշման եմ, առաջի հայացքից դուրս գալիս է, հետո փոշմանում եմ։ Ինչևէ մի երկու բան վերցրել եմ, պետքա փորձեմ տանը, մի հատ սպիտակ սվիտր եմ վերցրել, շատ հաստ ես չեմ կարող հագնեմ, ոչ հաստ է, ոչ էլ շատ բարակ, շատ հարմար է, այդ հաստությունը իմ համար հարմար է, որովհետև ես իրոք շատ հաստ սվիտր չեմ կարող հագնեմ, այս պետքա փորձեմ, նայեմ, չնայած իմ ռազմերն է, բայց չգիտես ինչի, այսպես նայելով մեծ է թվում, ոնց որ oversize լինի, հենց հիմա մի հատ կփորձեմ։ Ահա, սիրելիներս, այս թվում է լավ է, ոչ էլ մեծ է։ Եթե լվանալուց մի փոքր էլ մտնի, լավ է, չէ՞ չափը։ Ահա, հարմար է չափս, այդ հաստությունը շատ լավ է, լավ փափուկ սվիտր է։ Շատ էին առնում, կար սրտաձևը, բայց ես կլորն ուզեցի։ Ահա, չափսն է ոնց որ։ Ահա, հիմա այս մեկը կմնա։ Մի հատ վերցրել եմ սրանից, այս հակի սվիտրից մի քիչ ավելի հաստ։ Այս անգամ մուգ դարչնագույն եմ վերցրել, մի քիչ ոնց որ գույների նկատմամբ ճաշակսել է փոխվում։ Այն վառ գույների փոխարեն մի քիչ ավելի չեզոք գույներն են արդեն դուրս գալիս։ Մոդայի հետ փոխվում է։ Հիմա մի հատ էլ ես փորձեմ, նայեմ ոնց է։ Մի ռազմեր մեծ եմ վերցրել, որովհետև գործվածքը այսպես նստող ձիգ գործվածք է, չեմ ուզում որ այդպես քիփ նստի, ունեմ այդ ձևի դեղին գույնի, ուրիշ գույներ ունեմ, դրա համար հիմա մի հատ ես փորձեմ, տեսնեմ ոնց առնում էին, շատ էին առնում, տարբեր գույների կար, հիմա փորձեմ ու գամ։ Այս էլ ռազմերը լավ եղավ, մի քիչ գույնը մուգ է, չէ, մքացրեցիմ գույնն են, բայց լավն է, համ մատերիալն է լավ է, համ էլ հարմար տաքուկ սվիտր է։ Ես էլ կպահեմ։ Պատմենա, որ անընդհատ գործի ժամանակ սև ենք հագնում, ես ինչ որ առնում ենք, չգիտենք որտեղ հագնենք։ Այսքան տան մեջ չենք էլ հասցնում, այստեղ էլ շատ հյուր չենք գնում գալիս, այնպես որ հագնելու շատ տեղ չի լինում, բայց ամեն դեպքում դե շոր է էլի։ Ահա, ես էլ կպահեմ։ Այս մայկան էլ հիմա չգիտեմ, մայկաներ դեռ շատ կան խանութում, դուրս եկավ, ես գույն չունեի, կեղտոտ ռոզվի, կեղտոտ բարդագույն, այս մեկը արդեն մի ռազմեր փոքր եմ վերցրել, որովհետև այս oversize է, ինչքան մեծ է։ Հիմա ես էլ կփորձեմ։ Ահա, այս էլ մայկան, փաստորեն այս անգամ աչքաչափս լավ էր, ճիշտ էր։ Նախկինում աչքաչափից շատ լավ է, հիմա չի արդեն, չեմ կարող աչքաչափը, պետք է ռազմերով կամ եթե երեխեքի համար եմ առնում տարիքով նայել։ Լավ է, ես էլ է լավ, կպահեմ ես էլ, տեսնենք էլ ինչ մնաց, մի հատ էլ հաստ յուբկա եմ առել, ես ճիշտ ասած վերցրի տան մեջ հագնելու համար, չնայած կուզեի մի քիչ ավելի կարճ լիներ, լավ երկար է, բայց կարելի է նաև դուրսը հագնել, ինչի՞ չէ, սիրում կարիճնիվի յուբկա է, հա դաշնալու յուբկա է։ Այս է այսպեսի նախշավոր, մի հատ մեր խանութում բերում են Rita Ora կոչվում,
այս մի քանի տարի արդեն խանութում իրատեսականին ցուցադրում են, չգիտեմ, որակը ոնց որ լավն է, գները բարձր են մի քիչ ավելի, քան մեր խանութի ապրանքներինը, համեմատաբար բարձր են գները։ Այս յուկան վերցրել եմ, երեք Գայանի հետ կանգնած զալում էինք, միտեղ երբ հաճախորդն ես բերել կախել են, երկուսն էլ small։ Ասեցի, նայեցինք ես ու Գայանը, ասի, բայց կարելի էր էս առնել, բայց երկու ատամանում երկուսն էլ էս, էլ չգնացինք այն կողմերը նայենք, ես թվաց հենց այդ տեղում է, իրա ճիշտ տեղում է կախած, փաստորեն սխալվում էի։ Հետո ավելի ուշ, որ գնացի խանութի մեջ այդպես ասում էի, տեսա ուրիշ տեղ է կախած ու իմ չափսը կա։ Մի հատ կփորձեմ էս էլ, կարելի է հիմա էլ փորձել, էս այս էլ կփորձեմ լավ։ Հենց ես Մայրկայի հետ էլ հագա, բայց թույլ է։ Իմ ռազմերն է, բայց մեծ է, պետք է մի ռազմեր փոքր։ Այս հենց երկար յուկա է։ Պատկերացրիք, չի ոնց է։ Փափուկ, տակ, սիրուն բան է, բայց մեծ եղավ։ Եթե երեքշաբթի օրն եմ գործի, եթե գնամ նայեմ մի ռազմեր մեծ փոքր կա, կառնեմ, եթե չի, ուրեմն ես հետ կտամ, թույլ է։ Այս էլ իմ փոքրիկ գնումները։ Սիրելիներս գրեք տեսեմ ձեզ որը դուր եկավ, չնայած հասարակ բաներ էին, այնպես չի, որ ես ինչ շորեր չէին, բայց դե ինչև է, օրինակ դեղին գույն ունեի, որ գույնի համար չէի գցում, շատ էի սիրում, այս մեկը, որ դարչնագույն վերցրել եմ, այդ դեղին գույնի դարչնագույնն է, արդեն դեղինը կարամ գցեմ, մազերս շատ են երկարել, հա պետք է կտրվեն, աշոտ կարող եք իրակի օրը դու իմ մազեր չէ, երկուշաբթի օրը դու իմ մազերը մի քիչ կտրես։ Մի քիչ կարճացնես մազերը։ Ինչի՞։ Փողի հարցը։ Հա փողով պիտի կտրես։ Հա ինչի՞։ Փողով պիտի կտրի մազերս։ Խանութ ենք գնում, գնանք մի քիչ էլ առևտուր անենք, վաղը տոնա այստեղ, խանութները փակ են, հա այսօր էլ իդեպ Հելոուին եմ նշում։ Գնանք առևտուր անենք, որ վաղը խանութները փակ են լինելու, մի երկու բան կա, որ տանը չկա, կամ քիչ կա։ Ողջույն։ Այսօր այստեղ Հելոուին է, Հելոուին են նշում։ Երեք խանութում էլ այնքան շատ էին հարցնում Հելոուինի շորեր, մենակ երեք չէ։ Այս վերջի օրերին Հելոուինից առաջ ամեն օր գալիս են Հելոուինի շոր են հարցնում։ Այն մի կնոջն ասեցի, ասում եմ, որ գիտեք պետք է, ինչի՞ չեք շուտ առնում։ Մի երկու ամիս առաջ էին խանութում ստացել Հելոուինի համար շորմոր։ Հիմա նոր գալիս առնում է, հարցնում են, որ պետք է կարաք շուտ առնենք, ունենաք։ Թողնում են այդ վերջի օրվան, ոչ հեռատես մարդկանց վարքագիծն է, չէ՞։ Ինչևէ այսօր այստեղ Եվրոպայում, իսկ եվրոպական բոլոր երկրներում են նշում Հելոուինը, կոնկրետ ոնց են նշելու չգիտեմ, մեր խանութում կարայինք այսօր վառ գույներով գնայինք գործի, մեյլ էին ուղարկել, այդ մեր բարձր մենեջերներից մեկն էր ուղարկել, գրած էր մանկական բաժնի աշխատողները հանկարծ այնպիսի բան չանեն, այնպիսի վախենալու բաներ չանեն, որ երեխեքը չվախենան։ Այդպես երեք արդեն փողոցում մարդիկ կային այդպես դիմակներով, բաներով։ Այսօր Հելոուին, վաղն էլ տոնա, ճիշտ ասած նոյեմբերի 1-ը չգիտեմ ինչ տոնա պետք է նայեմ, բայց կարևորը դե ազատ օր է։ Բայց երևի շուկան կլինի, չէ՞ Աշոտ, շուկան կաշխատի, չէ՞։ Հա։ Վաղը շուկայի օրել է։ Գնանք, հա, գնանք այդ շուկայից այն անգամ Աշոտը ձուկ էր առել, շատ հավանեցինք։ Շատ համով ձուկ էր, գնանք էլի առնենք, թարմ ձուկ։ Այսքանով ավարտում եմ այսօրվա վլոգը, սիրելիներս, որ շատ երկար չլինի, չձանձրանաք, չմոռանաք հավանել տեսանյութն ու որևէ մեկնաբանություն թողնել։ Հաջողություն։